Ողջույն, Հանրայինի եթերում եւ իր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ բնականաբար զրուցելու ենք առողջության մասին։ Այսօրվա թեման բավականին զգայուն է, որովհետեւ մենք խոսելու ենք երեխաների մասին։ Երեխաների, որոնք տառապում են ծանր հիվանդություններով եւ որոնք շատ հաճախ ունեն մեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքը։ Սկսենք տեսանյութից, հետո հրավիրենք նաեւ մեր հյուրին եւ մանրամասներ պատմենք։ Գնացինք։ Ամբողջ աշխարհում տարեկան 400,000 երեխայի օրգանիզմում սկսում է քաղցկեղ զարգանալ։ Այս մասին են փաստում Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2025 թվականի տվյալները։ Երեխաների շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակները լեյկեմիան, գլխուղեղի քաղցկեղը եւ լիմֆոման են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունների համաձայն զարգացած երկրներում, որտեղ հասանելի են համակարգային բուժման մեթոդները, քաղցկեղով հիվանդ երեխաների 80%-ը բուժվում է։ Զարգացող երկրներում հիվանդ երեխաների ընդամենը 30%-ը։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2023 թվականի տվյալներով Հայաստանում տարեկան գրանցվում է առաջնակի մանկական քաղցկեղի 80-ից 100 դեպք։ 100 հիվանդ երեխաներից 75-ը լիարժեք առողջանում են։ Հաջորդ 5 տարիներին հիվանդության կրկնություն չի արձանագրվում։ Առողջացման 75%-անոց ցուցանիշով Հայաստանի վիճակագրությունը մոտ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թվին։ Ավելի զարգացած երկրներում, օրինակ Գերմանիայում, ապաքինվում է 100 երեխայից 80-ը, Միացյալ Նահանգներում 100-ից 85-ը։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյան։ Ողջույն։ Եվ այսպես, եկեք փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում ձեր հիմնադրամը եւ ինչպես է աշխատում, ովքեր կարող են դառնալ շահառու, ովքեր կարող են հակառակը օգնել հիմնադրամին։ Երեխաների առողջության հիմնադրամը հիմնադրվել է 4 տարի առաջ, կարող ենք ասել, էկոհամակարգ է ստեղծվել, պլատֆորմա է ստեղծվել, որտեղ առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք ունեն օգնության կարիք եւ որը պետպատվերի շրջանակներում չի փոխհատուցվում, կարող ենք ասել անգամ այսպես լուսանցքում են գտնում այդ երեխաները, չեն երևում ոչ միտեղ, իրանց թիվը կարող է լինել մի քանի 100 կամ մի քանի հազար, բայց այսպես չեն երևում որևէ հարթակում, մենք փորձում ենք իրենց օգնել ամենատարբեր ձև։ Սկսած կլինի վիրահատություններ, դեղորայքային քաղաքականություն, բիժների վերապատրաստումներ, որպեսզի իրանց լավագույն բուժումը իրականացնեն բուժսարքավորների նվիրում։ Կոնկրետ որ հիվանդությունների մասին ենք խոսում։ Իրական բավական արդեն ընդհանրացակերենք լայն է։ Առաջինը, որից սկսել ենք եւ ընթացքում պահպանում ենք, քաղցկեղ եւ արյան խնդիրներն են, որոնք Հայաստանում չեն բուժում։ Այսինքն մեր մասնագետները Հայաստանի վստահեցնում են, համտասման տեղեկանք են տրամադրում, որպեսզի պարզ լինի մեզ համար, որ այդ հիվանդությունը, վիրահատությունը, պրոտոնային թերապիան կամ ցանկացած այլ նմանխնդիր Հայաստանում հնարավոր չի իրագործել։ Մենք գտնում ենք աշխարհի լավագույն կենտրոնները, դա կլինի Ռուսաստանից մինչև Ամերիկայի առաջտար կենտրոններ, երեխային ուղարկում ենք այնտեղ, բուժումը, վիրահատությունը կամ մեկ այլ միջամտությունը իրականացնում ենք եւ հնդածես ամբողջ երևի 5-7 10 տարվա ընթացքում կյանքի մինչև ամբողջական ռեմիսիա փորձում ենք ապահովենք։ Դա լիարդի երիկամի տրանսպլանտացիաների փոխպատվաստումներն են, որը իրականացնում ենք Հայաստանում, Արաբկիրի բժշկական կենտրոնի միասին եւ դրսի Բելարուսի մասնագետի հետ միասին համատեղ աուտոիմուն համակարգի խանգարումներն են, թոքային ծանր խնդիրներն են, արյան բարուրակ խնդիրներն են, որոնք բավական ծանր են եւ շատ դեպքերում ավելի ծանր ընթացք ունենում, քան չարուրակ դեպքերում։ Մենք վերջերս ենք վերցել 1.5 տարի առաջ եւ բավական մեծ աջակցություն ենք ցուցաբերում լեշմանիոս հիվանդությունն են, նյարդաբանական որոշ հիվանդություններն են եւ ասում ենք կյանքին վտանգ սպառնացող այն խնդիրները, որոնք չեն մտնում այս ցանկի մեջ եւ պետպատվերի շրջանակներում չեն նախատեսում աջակցություն, մենք ոնց որ մեր բժշկական խորհրդի հետ միշտ քննարկում ենք եւ համաձայնության դեպքում արդեն եւ ֆինանսի արկայության դեպքում փորձում ենք փոխհատուցենք։ Գրեթե չի լինում դեպք, որ մանավանդ կյանքի վտանգ սպառնացող խնդիր լինի, որ որևէ ատյան հնարավորություն չունեն աջակցելու եւ մենք մերժենք։ Փորձում ենք մաքսիմում այսպես այնպիսի պլատֆորմա ստեղծենք, որ որը երեխա չտուժի։ Ովքեր են ձեզ աջակցում, որովհետեւ տեսեք, մենք հիմա խոսում ենք, ասում եք այն ամենը, ինչ չի մտնում պետական պատվերի մեջ, այսինքն այն ամենը, ինչը որ պետությունը դեռևս ի վիճակի չէ, որովհետեւ այո, անսահմանափակ չեն հնարավորությունները եւ հանկարծ հիմնադրամը ասում է ոչինչ, ես կանեմ։ Այսինքն որոշակիորեն պարզվում է, որ կա ավելի կազմակերպված մի կառույց, որը կարողանում է
Ոնց եք կարողացել հասնել դրան։ Մենք ինչ ենք կարողացել այս հաջողության եւ այս էֆեկտիվության հասնենք, պետք է խոստովանեմ ինչ-որ տեղ նաեւ անհամեստորեն իմ առանձնատկությունից ելնելով։ Քանի որ ես ինքս ունեմ ADHD, անուշադրության հիպերակտիվության սինդրոմ, իմ մոտ ամեն ինչ շատ արագ է, շատ պարզ է ու շատ պետք է էֆեկտիվ ആണ്։ Եթե ինչ-որ բան ինձ հետաքրքիր է եւ ես ուզում եմ դա անել, ես ան անում եմ առավել արագ ու առավել էֆեկտիվ եւ շատ այսպես պրոակտիվ ձևով։ Եթե ինչ-որ բան ինձ հետաքրքիր չի, ես ընդհանրապես դա չեմ անում։ Այսինքն մինչև վերջի երևի թե 2-3 տարիները այդ իմ ուղղակի հիպերակտիվությունն է շատ արագ process-ներ կազմակերպելու մեծ դեր խաղացել, բայց եւ քանի որ ես հասկանում եմ, որ դա այսպես չի կարող դրա հենքի վրա մեծ ինստիտուտներ կառուցվել, դա ես այսօր եմ, կարող վաղը մեկ այլ ավելի տակիր տեղ եմ երեխաներին աջակցության մասով եւ վերջին 2 տարիները արդեն փորձում ենք այս ամեն առանձնատկությունները ինստիտուցիոնալ հենքերի բերենք եւ ամեն ինչ ենք անում, որ շատ էֆեկտիվ անենք։ Ձեզ մեկ օրինակ բերեմ, շատ դեպքերում օրինակ տարբեր հիվանդանոցներ դիմում են մեզ, իդեպ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հայտերը ստանանք ոչ թե ծնողներից, այլ հենց հիվանդանոցներից կենտրոնացված համակարգով։ Ինչի, որովհետեւ շատ ծնողներ կարող են մեր մասին չիմանալ, բայց եթե կենտրոնացված համակարգ է լինում ու կոնկրետ խնդիրը կա, բժիշկները մինչև տնօրինություն գիտեն, որ այս ամեր հիմնադրամի հոգացության ներքո է, շատ արագ խողովակով ժամերի ընթացքում անգամ այո, բերում են մեզ մոտ այդ кейսերը, դեպքերը եւ դեպքեր են ունեցել, որ երեխայի կյանքը փրկելու համար պետք է եղել շատ թանկարժեք դեղորայք, ուսուցիչ մինչև 4-5 միլիոն դրամ մենք 1.5-2 ժամ ընթացքում հասցրել ենք։ Այսինքն մեզ դիմել են, բժշկական խորհուրդը հաստատել է եւ 2 ժամի մեջ դեղը արդեն եղել է հիվանդանոցի մեջ, անգամ ֆինանսել չենք ունեցել, հասկացել որտեղից, ինչ-որ միտեղից վերցրել ենք, դրել ենք, հետո տեղը լրացրել ենք եւ 2 տասնյակից ավելի դեպք ա եղել, որ 1-2 ժամ ընթացքում պատկերացրեք որոշում ենք կայացրել եւ հասցրել ենք դեղը։ Դուք պատկերացրեք պետական ապարատում այդ համակարգը ոնց է աշխատում, դեպքեր են եղել, որ տարբեր տեստեր պետք է նվիրաբերել հիվանդանոցներին, որովհետեւ ամենաաշնան ամենածանր շրջանը այդ մեծ թոքային հիվանդությունների նման խնդիրների մենք կարողացել ենք Իսպանիայից դեղերը բերենք 10-15 օրվա մեջ ամբողջ կազմակերպել, մաքսազերծել, նվիրաբերել, իսկ գնման process-ով դա կարող է տևել 2-3 ամիս եւ արդեն հունվար-փետրվարը կլներ եւ ոչ մեկին այդ տեստերը իրական պետք չէր եղնի։ Մենք գործ ունենք ամենանուրբ, ամենածանր, ամենալուրջ խնդիր ունեցող երեխաների հետ։ Հիմա մեզ նայում են գուցե ինչ որ մեկը հենց այս պահին ունի ձեր օգնության կարիքը, վերջը մեր հաղորդման գլխավոր նպատակն է օգնել գոնե մեկ հոգի ավելի առողջ դառնա եւ առավել եւս այդ մենք խոսում ենք երեխաների մասին։ Ինչ ընթացակարգ կա։ Հիմա նայում է, դիտում է մեր հաղորդումը, մտածում է չէր կարողանում գտնել միջոցներ, հնարավորություններ, անհրաժեշտ գուցե արտերկրում կլինիկա եւ հիմա նայում է ու ասում է լավ, այս մարդկանց ոնց գտնեմ, ինչպես դիմեմ, կվերցնեն ինձ, չեն վերցնի իմ երեխային, կընդգրկեն, չեն ընդգրկի։ Ինչ ընթացակարգ է ներկայացնում իրենց խնդիրը։ Ընթացակարգը շատ բարձ է։ Ունենք հեռուստամար, ունենք HFC.am։ Կայք ամեն հնարավոր խողովակներ այնտեղ ներկայացված է, մեր գործընկերները րոպեների ընթացքում են արձագանքում, 15 րոպեների ընթացքում մաքսիմում, որ հասկանան խնդրեմը որն է, ընթացք տալիս են եւ ապահովում ենք ամեն հնարավոր բան, բայց ելի եմ ուզում կրկնեմ, առանձնատկությունը կայանում է նրանում, որ մենք կախվածություն չունենանք եւ ծնողները կախվածություն չունենան որևէ ձև մեզ գտնել չգտնելուց։ Ես առաջարկում եմ հիմա մի փոքր ընդհատվել տեսանյութով, որովհետեւ մենք ունենք փրկված կյանքեր, մենք ունենք հաջող դեպքեր եւ կուզենայի դիտել, որովհետեւ մի բան է, երբ պատմում ես, խոսում ես, մի բան է, երբ տեսնում ես գոնե մեկ այդպիսի երեխա։ Գնացինք։ Ինեսաս մի տարի 5 ամսական էր, քայլող, խոսող, խաղացող, երգող, պարող։ Մի օր հանկարծ երեխայի մոտ թուլություն նկատվեց, ոչ մի բանի հավես չուներ, անընդհատ ուզում էր քնել։ Կարմիր գյուղի ամբուլատորիան պոլիկլինիկայի բժիշկը ուղեգրեց Երևան։ Քանի որ չէին բացահայտում երեխայի թուլությունը, ես էլ նորմալ չէի համարում ատամներ հանելու համար երեխան այդքան թույլ լինի։ Երևանում բացահայտվեց հիվանդությունը։ Սկզբից մենք չհասկացանք ինչ է անևրիզման։ Հետո երբ MRT արեցին կոնտրաստ նյութով, հասկացանք, որ շատ վտանգավոր հիվանդություն է։ Զարկերակային անոթները միացման կետում լայնացում էր առաջացել։ Կարող էր այդ անոթը, լայնացած անոթը ցանկացած պատճառով պատռվել եւ երեխայի կյանքին սպառնալիք լինել։ Այդ ընթացքում երեխայի աչքերը թեքվեցին։ Բժիշկներն ասացին, որ անևրիզման սեղմել է տեսողական նյարդը եւ աչքերը թեքվեցին։ Մի օր մեր Կարմիր գյուղի պոլիկլինիկայի բժշկուհին ասաց, որ
բարեգործական հիմնադրամ կա, երեխաների բուժմամբ են զբաղվում, կազմակերպում են, դրամով, ինչով կարողանում են օգնում են։ Մեր երեխայի փաստաթղթերը էպիկրիզը հանձնեցինք նրանց։ Նրանք սկսեցին աշխարհի տարբեր նշանավոր կլինիկաներ ուղարկել։ Միայն Գերմանիայի Շարիտե հիվանդանոցը երաշխավորեց։ Պիտեր Վայկոչի պրոֆեսորը երաշխավորեց, որ ինքը կբուժի։ Երբ նախահաշիվ եկավ եւ մենք իմացանք ինչքան գումար է պետք, մեր ընտանիքը հնարավորություն չուներ այդքան մեծ գումար հավաքել։ Ստապիր դեպի բարին հիմնադրամը այս գործը փոխանցեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։ Եվ նրանք 4 օրում հավաքեցին այդ գումարը։ 74900 եվրո։ Հրաշքը կատարվեց, իմ փոքրիկի վիրահատությունը Շարիտեի բժիշկների կանխատեսածից շատ ավելի լավ անցավ։ Մենք ողջ առողջ վերադարձանք տուն։ Մեր կյանքը նման էր ականապատ տարածքով քայլող մարդու։ Մենք չգիտեինք, երբ ոտքներս ականին կտնենք։ Միշտ վախով ենք ապրել, հիմա էլ վախեր չունենք։ Իմ փոքրիկը կարող է վազել, խաղալ, ընկնել, վարակվել սեզոնային վարակներով, խաղալ, գնալ դպրոց առանց վախերի։ Արդյոք լինում են դեպքեր, երբ հիմնադրամը մերժում է եւ եթե այո, ապա ինչի հիման վրա։ Այո, ցավոք լինում են դեպքեր, մենք իհարկե ոնց որ ասացի, փորձում ենք ամեն ինչ անենք, որ միջին եւ ծանր դեպքերի հարցով մենք երբևէ որևէ մեկին չմերժենք, բայց պետք է ամեն ինչ լինի խելամտության սահմաններում։ Եթե օրինակ ոսկրածոցի փոխպատվաստում է արվելու երեխային, որ ունի լեյկոզ, եւ ծնողը նախընտրում է դա իրականացնել այլ երկրում, մենք մերժում ենք, որովհետեւ նաեւ մեր համեծ ջանքերով Հայաստանում ոսկրածոցի փոխպատվաստումը իրականացնում։ Այո, դեռևս քիչ քանակությամբ երեխաներ են արել։ Այո, դեռևս գուցե ինչ-որ փորձի պակաս կա խնդիր կա, բայց միջազգային այսպես էքսպերտներ են վկայում են, որ արդեն Հայաստան բավական նորմալ, էֆեկտիվ արում է։ Եթե մենք վստահ չլինենք, որ այստեղ նորմալ արում է, բնականաբար չենք գնահետև այդ խնդրին եւ կգնանք կուղարկենք երեխային արտասահման լավագույն կլինիկաներ։ Օրինակ քիմիոթերապիա, ասում են մենք ուզում ենք տանենք Ամերիկայում կազմակերպենք։ Աստծո սիրուն, ձեր երեխային տարեք արտասահման Ամերիկայում հետազոտություն կազմակերպեք, ես մենակ ուրախ կլինեմ։ Բայց այն, որ միջազգային պրոտոկոլներով արդեն Հայաստանում դա կազմակերպվում է բարձր որակով, 75-80% ապրելություն ենք, անաբանական կենտրոնը բավականին մեծ հաջողություններ ունի եւ տարածաշրջանային մակարդակով, մենք չենք ֆինանսավորում $100,000 մի երեխայի համար, որ այդ միջամտությունը կարելի է ստեղանել անվճար նախարարության եւ մեր գործընկեր հիմնադրամի կողմից։ Եվ կան նաեւ իրականում քեյսեր, դեպքեր, որոնք մեր բժշկական խորհուրդը գտնում է, որ սխալ այսպես ախտորոշում է դրված, սխալ միջամտության կարիք է եղնում, մենք բնականաբար ծնողին գրավոր այսպես ամբողջը տեղեկացնում ենք եւ առանց նեղացնելու մենք շատ հոգատար թիմ ունենք, շատ ստացա կոնկրետ դեպքեր կան, որ կարող 1-2 շաբաթ ուղղակի 24 ժամ ռեժիմով մենք աշխատենք երեխայի առողջությունը վերականգնելու համար։ Երբ դուք ասում եք միջազգային կենտրոններում եւ այլն, արդյոք նրանք որևէ ձևով ձեզ աջակցում են, թե կոնկրետ գումարը վճարվում է եւ նրանք բուժումը կազմակերպում, թե երբ խոսում ենք ներկայացնում եք, որ մենք բարեգործական հիմնադրամ ենք, գուցե ինչ-որ մի բան էլ իրենք են իրենց կողմից անում։ Մենք պրոֆեսիոնալ կառույց ենք, մենք ունենք դոնորներ, մենք ունենք ընթացակարգեր եւ փորձում ենք, կոպիտ ասած մենք տալիս ենք, ձեր փողը աշխատեք լավագույն որակը։ Տալիս ենք, որովհետեւ իրանք արժանի են, որովհետեւ մեծ գործ են անում եւ պահանջում ենք, եթե 50% զեղչ չեն անում, 30% զեղչ չեն անում, մեր լեզուներն այն շուտ է կարճ եղնում, պրոբլեմա խնդիր եղնում, չեն կարողանում շատ խոսանք, որովհետև արդեն զեղչ են արել։ Շատ տարբեր է լինում, իրական Ֆրանսիայում Նեգեխ հիվանդանոցում մեր երեխա ունեինք, որ բժիշկ Կարապետյանը շատ հայտնի է, Կարապետյան իր մոտ էր երեխան վիրատվելու, բավականին մեծ զեղչ էր, իրականացվեց, արվեց, մենք հավաքել ենք մի գումար, բավականին կեսից իրականում քիչ ծախսարեցինք, դաղեցինք մեկ այլ երեխայի, նման դեպքեր լինում։ Ամերիկայում է լինում շատ առաջտար կենտրոններ, որ հնարավորություն են տալիս բավականին մատչելի գնով, որտեղ այնտեղ միլիոնավոր դոլարներ են, ես մենք բնականաբար չենք կարող ամեն երեխայի համար մի քանի միլիոն դոլար ծախսենք, հնարավորություն լինում է, բայց ինստիտուցիոնալ նման համակարգեր չունենք ու այսպես ասած շատ չենք էլ ուզում այդ ուղղությամբ ոնց որ աշխատանք անենք, եթե աշխատենք պետք է պետական մակարդակով փորձենք։ Հիմա մեր հաղորդումը դիտում են շատերը, ես կարծում եմ որոշ մարդիկ ձեզ կդիմեն օգնության ակնկալիքով, բայց կա նաև հակառակ կողմը, գուցե մարդիկ ուղղակի չգիտեին ձեր մասին, գուցե չէին պատկերացնում,
գուցե չունեմ միլիոններ, բայց այնուամենայնիվ ուզում եմ իմ փոքր ինչ-որ մի ներդրում ունենալ այս գործի մեջ։ Ինչպես կարող եմ դառնալ ձեր հիմնադրամի աջակիցը։ Շատ լավ հարց է, Վայջան, ու տեսեք, մենք փորձում ենք նաև մեր կայքը վերափոխենք, համակարգեր ստեղծենք, ենթակառուցվածքներ ստեղծենք, որ ցանկացած մեկի համար, դա լինի քաղաքացի դիմելու համար մեզ, դա լինի բժիշկ process-ները կազմակերպելու համար, թե լինի դոնոր, որը ուզում է ոչ թե ուղղակի աջակցություն ցուցաբերել ֆինանսական, այլ կամավորություն իրականացնել, ինչ-որ մեկը ուզում է կամավորություն, մեկը ուզում է գործընկերություն իր կամպանիայի հետ, ոչ թե գումարային, այլ ինչ-որ այլ ձևաչափ համագործակցություն, հստակ խողովակներ ընթացակարգեր լինեն, բայց այս պարագայում նվազագույնը info-շնիկ HFC.am-ով, նվազագույնը մեր Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի Facebook-յան եւ այլ էջերով եւ անձնապես ինձ գրելով դա շատ արագ կարելի է կազմակերպել եւ մենք մասնավոր ոլորտում ամենազանգվածային հիմնադրամն ենք այս պայն Հայաստան։ Ինչի շնորհիվ որ ստացել ենք 4 տարի մեջ 70,000-ից ավել աջակցություն նման մասշտաբներ, բացի պետական հովանավորության մի քանի հիմնադրամներից չկա Հայաստանում, 4-4.5 միլիոն դոլար աջակցություն տրամադրել երեխաներին այս 4 տարվա ընթացքում, 3,000-3,200 մոտակայքում այս երեխաներ ենք օգնել, բազմաթիվ բուսարակամներ ենք նվիրել, տասնյակ բժիշկներ ենք եւ բուժքույրեր ենք վերապատրաստել աշխարհի լավագույն կենտրոններում եւ հիմա առողջապահության նախարարությանը եւ Արոնաբանական կենտրոնի եւ Արաբկիր բժշկական կենտրոնի երկու խոշոր մեծ համատեղ ծրագրեր են իրականացնում, որոնք հիմնարար եւ ֆունդամենտալ փոփոխություն պետք է բերեն Հայաստանի առողջապահության ոլորտում։ Դրա համար բոլոր ցանկացողները կարող են այս խողովակներով կապել մեզ հետ եւ երաշխավորում ենք, որ ոչ միայն ուղղակի իրանք կստանան այսպես ցանկություն, հանգստություն, հոգեվոր հանգստություն, այլ նաեւ իրենց շահերը կբավարարվեն։ Շատ բարի։ Հարգելի հեռուստատողներ, ես այսօր ունեի հրաշալի հյուր, տարբեր հիվանդություններով, տարբեր խնդիրներով տառապող մեր երեխաների լավ մեծ բարեկամ Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Շարունակում ենք հաղորդումը ծնողների դպրոցն է մեր եթերում եւ ես հրավիրում եմ միանգամից մեր մանկաբույժին Գայանե Հովհաննիսյանին։ Ողջույն։ Ողջույն։ Եվ մի գեղեցիկ նուրբ թեմայից ենք խոսելու հեմանգիոմաներից, բարորակ գոյացություններից, որոնց շատ հաճախ ծնողները նորածինների վրա տեսնելիս վախենում են։ Երբեմն նաև ուրախանում են, ասում են, որ իրանց երեխան առանձնահատուկ է, այո, հրեշտակն է համբուրել։ Մենք խոսում ենք այսպես կոչված նշանների մասին, մենք խոսում ենք հեմանգիոմաների մասին։ Ինչ են իրենցից ներկայացնում, արդյոք դրանք վտանգավոր են եւ կարիք ունեն բուժման, թե իրենց ժամանակի ընթացքում անցնելու են։ Բավականին հետաքրքիր թեմայից ենք խոսելու։ Հեմանգիոմաները իրենցից ներկայացնում են ըստ գրականության հավելյալ էքստրանոթների համախմբում։ Նորաստանի շրջանում կարող է հանդիպել ի ծնե կամ երեխայի մաշկին, դա կարող ենք տեսնել ծնվելուց հետո 1 ամիս հետո օրինակ, եւ բավականին հետաքրքիր տեղակայում կարող են ունենալ երեխայի ծոծրակի շրջանում, դեմքի հատվածում, ձեռքերին, որովայնին եւ երբեմն նաեւ սեռական օրգանների հատվածում։ Մեր տեսածն ինչ է, այս կարմիրը ինչ է։ Դա հեմանգիոմա է դասական, որը մաշկից արյունն ենք տեսնում իրականում, անոթներն են, այո, որոնց մեջով անցնում է կարմիր արյունը։ Հավելյալ անոթների խուրձ են, միաձուլումն է, որը մաշկից մի փոքր կարող է բարձր լինել եւ պետք է նշել, որ իրենցից ներկայացնում են բարորակ նորագոյացություններ, ծնողները չպետք է վախենան, բայց պետք է լինեն զգույշ։ Ըստ գրականության եւ ըստ մեր փորձի, իրենք տարիքի ընթացքում կամաց-կամաց չափերով փոքրանում են եւ անցնում։ Ըստ գրականության մինչև 5 տարեկան, երբեմն մինչև 10 տարեկան հեմանգիոմանները կարող են անհետ անցնել, սակայն երբեմն ունենում ենք հակառակ ընթացք, փոքրանալու փոխարեն իրենք կարող են չափերով մեծանալ եւ այդ դեպքում արդեն նեղ մասնագետների կողմից կարող են կատարվել որոշակի դեղորայքային նշանակումներ։ Շատ հաճախ հիմա մարդիկ, որոնք ամբողջ կյանքում ունեին այսպես դեմքի վրա մեծ նշանների ձևով այդ գինու բծերը, դրանք հիմա սովորաբար ենթարկվում են լազերային բուժման, այսինքն տեսեք մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք անոթ, հավելյալ անոթ, որի միջով հոսում է արյունը, եւ այդ կարմիրությունը, որ կա, դա հենց հոսող արյունն է, մենք արյանգույնն ենք տեսնում։ Ինչ են անում լազերային սարքավորումները, լազերը Ուղղակի փակում է, կպցնում է անոթի բարերը տերերը իրար։ Այո, եւ արդեն միջով արյուն չի հոսում եւ բնականաբար մենք արդեն կարմիրությունը չենք տեսնի։ Ոչ մի բարդ բան չկա, վախենալու բան չկա։
Հեմանգոմանները կարող են արդյոք տեղակայված լինել մաշկից բացի այլ օրգանների վրա։ Պետք է նշել, որ երբ որ մենք ունենք երեխա, ում մաշկին մարմնի տարբեր հատվածներում կան հեմանգիոմաներ, այդ երեխաների նկատմամբ մենք սահմանում ենք հսկողություն, քանի որ հեմանգիոմաները կարող են լինել նաև ներքին օրգաններում, ինչպես որ արտաքինից մենք տեսնում ենք մաշկի։ Օրինակ ամենատարածվածը դա լյարդի հեմանգիոմաներն են, այսինքն լյարդի վրա բարորակ գոյացություններ։ Կարող է արդյոք հեմանգիոման դառնալ չարորակորոծք։ Համաձայն գրականության տվյալների չարորակացման միտում չունեն։ Ինչով է վտանգավոր իրականում հեմանգիոմանը։ Քանի որ ինքը հանդիսանում է անոթների միաձուլում, միգուցե արյունահոսության վտանգ լինի տրավմայի հետևանքով, բայց քանի որ բժշկությունը բավական լավ արդյունքներ է գրանցել արդեն հեմանգիոմանների բուժման հարցում, կան դեղորայքային, ինչպես դուք նշեցիք, լազերային միջամտություններ, ինչպես նաև վիրաբուժական միջամտություններ, որոնց դեպքում բավական հեշտությամբ ազատվում են հեմանգիոմաններից։ Տեսեք, օրինակ մաշկինը դժվար ինչ-որ այսպես լուրջ խնդիր առաջացնի, բայց եթե գիտեք, գնացել եք սոնոգրաֆիկ հետազոտության, անգամ մեծահասակներին, ու նայում եք լյարդի վրա հեմանգիոմաներ, մենք միշտ զգուշացնում ենք, ասում ենք, վայ, վտանգավոր է, վայ, այնտեղ 3-4, մինչև 5 սանտիմետրանոց ձեռք չենք տալիս, բայց պատկերացրեք, բավականին մեծ այսպես գոյացություն է։ Ինչով է վտանգավոր, ասում ենք զգույշ պիտի լինեք, որովհետև ինչ-որ տրավմաների, վթարների ժամանակ, եթե բացվեց, եթե վնասվեց, այո, դուք ունենալու եք ներքին արյունահոսություն, ուժեղ արյունահոսության ռիսկ ունեք։ Նույնը վերաբերում է մաշկայինին, իհարկե, այստեղ ծավալները շատ ավելի մեղմ են, ավելի թեթև են։ Երեխաների հետ կապված ծնողները արդեն գիտեն, որոշակի զգուշավորություն են ցուցաբերում, մանկական հասակում։ Վտանգը, որ եթե վնասվեց այդ հեմանգիոման, կարող է այդտեղից մի փոքր արյունահոսության նման մի բան ունենանք, բայց կարծում եմ դա նույնպես կարելի է կանգնեցնել, եւ ընդհանրապես վախենալ պետք չի։ Սովորաբար 5-6 տարեկան մինչև այդ գոյացությունները անցնում են անհետ եւ որևէ այլ պաթոլոգիայի մասին, օրգանիզմում այլ խնդիրների, նյութափոխանակության խախտումների եւ այլն, դրանք չեն խոսում։ Սա ծնողների դպրոցն էր, մնացեք մեզ հետ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, այժմ խոսում ենք կարևորի մասին, իսկ կարևորն այսօր ատամների խնամքն է, իսկ իմ հյուրը ատամնաբույժ Արտավազդ Ղարամանյանն է։ Ողջույն բժիշկ Ղարամանյան, եւ կարծես թե խոսելու ենք մի թեմայի մասին, որը մանկապարտեզից բոլորը հրաշալի տիրապետում են։ Գիտենք մենք ճիշտ ատամները խնամել թե ոչ։ Շատ ճիշտ նշեցիք, ատամների խնամքը սկսում է դեռ մանկական տարիքից, այսինքն հենց ձեր նշած մանկապարտեզից, որտեղից պետք է ճիշտ դաստիարակվի երեխան եւ ճիշտ մոտեցում ցուցաբերի ատամների խնամքին։ Շատ կարեւոր է դա փոխանցի մինչեւ գիտակից տարիք։ Այսինքն պետք է ուսուցանվի երեխան ատամների հետ ճիշտ վարվելու հիգիենայի process-ին։ Եկեք սկսենք ամենահասարակից, պարագաներից։ Երբ մտնում ես դեղատուն կամ երբ մտնում ես խանութ, որտեղ վաճառվում են ատամի խոզանակները, մենք տեսնում ենք մեծ քանակությամբ տարբեր գնային սեգմենտներում գտնվող խոզանակներ։ Ոնց ընտրեմ ճիշտ խոզանակ։ Խոզանակի ընտրությունը շատ կարևոր է, ոչ միայն ատամների հիգիենիկ միջոցառումները կազմակերպելու համար, այլ նաև պետք է ուշադրություն դարձնել բերանի խոռոչի ընդհանուր միջավայրի պահպանմանը, նաև դրանով իսկ հաղորդել լնդերին էլ ճիշտ առողջություն։ Այդ պատճառով նախընտրելի է միջին եւ փափուկ կոշտության խոզանակներ։ Ես կոշտն էի գնում, ինչն եմ սխալ անում, որովհետեւ կոշտը մի տեսակ ավելի ամուր է, ես կարծում եմ, որ կոշտով ավելի լավ է մաքրվում։ Կոշտ խոզանակով սխալը ո՞րն է։ Շատ լավ, կոշտ խոզանակով հնարավոր է նույնպես նույն ձև կիրառել եւ կատարել ճիշտ հիգիենիկ միջոցառում։ Այստեղ պետք է հաշվի առնենք, որ կոշտ մեխանիկական աշխատանքը բերանի խոռոչում հնարավոր է ավելի շատ վնասվածքներ առաջացնի լնդերի շրջանում։ Պայմանավորվեցինք, փոխում ենք, գնացինք միջին եւ փափուկ տարբերակի։ Գուցե դրանք շուտ-շուտ կմաշվեն եւ դուք շուտ-շուտ ստիված կլինեք փոխել ձեր խոզանակները, բայց դա հակառակը ճիշտ բան է։ Ինչ հաճախությամբ պետք է փոխել խոզանակը։ Խոզանակների փոխելը ցանկալի է 2-ից 3 ամիսը մեկ, այսինքն 2-ից 3 ամիս հետո խոզանակը կորցնում է իր աշխատունակությունը, կոպիտ ասած։ Տանջված, տառապած խոզանակները դենքցեք հենց հիմա, գնացեք նոր միջին փափուկ կոշտության խոզանակ եք վերցնում եւ օգտագործում եք։ Մածուկներ։ Խոսենք մածուկներից։ Էլի շատ տարբեր են։ Այո, տարբեր գնի, տարբեր գույնի, տարբեր ընկերությունների։ Շատ տարբեր են, տարաբնույթ են մածուկները։
հիմնականում պացիենտների մոտ կա պահանջարկ մածուկներ, որոնք նաև ունեն հատկություններ սպիտակեցման հետ կապված։ Մածուկների սպիտակեցնող հատկությունները ոչ միշտ են դրական ազդեցություններ թողնում, ինչով է դա պայմանավորված, մածուկները ունեն արգասիքներ, թթվային եւ մակրող, քերող հատկություններ ունեն, ինչպիսիք են օրինակ սոդասիլիցիումի օքսիդը, որոնք նույն ձև տևական ժամանակ օգտագործելով հնարավոր է վնասեն էմալի կառուցվածքը։ Երեխաների պարագայում պետք է արդյոք ընտրել հատուկ մանկական մածուկներ, թե ընտանիքի բոլոր անդամները կարող են նույն մածուկից օգտվել։ Քանի որ ոսկրագոյացումը եւ ընդհանրապես օրգանիզմում կալցիում փոխանակությունը մանկական տարիքում ավելի ակտիվ շրջանում պետք է լինի, պետք է օժանդակ միջոցներով մենք նպաստենք այդ վիճակին, դրա համար ավելի ցանկալի է մանուկներին, երեխաներին օգտագործել ֆտոր պարունակող եւ առանձին իրենց համար եւ սովորաբար օրինակ գրած է 0-ից 2 տարեկան, 2-ից 4 տարեկան, 5-ից 6 տարեկան, իսկապես հետևեմ, թե այնքան որ լինի մանկական։ Հիմնականում տարիքային սահմանափակումները կախված են ատամների ծկտման շրջանների հետ։ Եթե խոսքը վերաբերում է կաթնատամներին, այս պարագայում նրանք փոփոխման են ենթակա եւ նույն ուշադրությունը չեն պահանջում, ինչ մշտական ատամները։ Հաջորդ հարցը լեզուն, որովհետև մենք միշտ ասում ենք ատամները, բայց շատ հաճախ մոռանում ենք լեզվի մասին։ Արդյոք պետք է լեզուն մաքրել եւ պետք է ամեն օր մաքրել, օրը 2 անգամ, ինչպես ատամները, ինչ կասեք։ Միանշանակ լեզուն մասնակցում է ծամողական ակտին եւ նույն կերպ ինչ որ ատամների վրա է առաջանում ատամնափառ, նույն փառը առաջանում է նաեւ լեզվի վրա։ Սկզբունքը նույնն է, պետք է լեզուն նույնպես մաքրվի, լեզվի համար հատուկ մաքրիչներ գոյություն ունեն կամ խոզանակի հակառակ կողմը, այո։ Իսկ խոզանակով, եթե ես որոշեմ մաքրել, կվնասեմ։ Խոզանակով հնարավոր է նաեւ մեխանիկական այդ աշխատանքի ընթացքում, ագրեսիվ գործողության ընթացքում վնասվեն համային զգայարաններ։ Այսինքն խոզանակով չենք մաքրում, խոզանակի հակառակ կողմից, այս մեջքային մատկերեսուն որ կա, եթե կան հատուկ խոզանակներ, որոնք ունեն այդ հնարավորությունը, դրանով մաքրում։ Պետք է մաքրել, այո։ Նույն հաճախությամբ, այսինքն ամեն ատամները մաքրելուց լեզուն մաքրել։ Ցանկալի օրվա ընթացքում մեկ անգամ լեզուն մաքրել, կախված սննդի օգտագործման ձևից, քանակից։ Շնորհակալություն եւ վերջին հարցս կապված ատամնաթելերի հետ։ Արդյոք դրանք պարտադիր են, որովհետեւ ինձ հանդիպած բոլոր ստոմատոլոգները միշտ խորհուրդ են տալիս թել պարտադիր օգտագործեք։ Միանշանակ թելերի օգտագործումը պարտադիր է, ոչ ցանկալի, քանի որ ատամնափառի մաքրումը խոզանակների միջոցով կատարվում է ոչ լրիվ։ Այսինքն լինում են սննդի կուտակումներ ատամների հատվածներում, որտեղ տեսանելի չեն։ Իսկ ատամնաթելերը օգնում են այդ հատվածում վերացնել խորը հատվածներից անել։ Սննդի մնացորդները մաքրել։ Ինչպես նաև ինտերդենտալ խոզանակներ գոյություն ունեն, դրանց օգտագործումը նույնպես արդյունավետ է։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, խոզանակները ընտրում ենք փափուկ կամ միջին կոշտության։ Խոզանակները փոխում ենք 2-3 ամիսը առնվազն 1։ Մածուկները ընտրում ենք երևի ըստ ճաշակի, թել պարտադիր օգտագործում ենք եւ չենք մոռանում մաքրել նաեւ լեզուն։ Հասարակ կարծես թե կանոններ, վստահ եմ մեծամասնությունը գիտեր, եթե ինչ որ բան սովորեցիք, ապա ես շատ ուրախ եմ։ Հիշեցնեմ իմ հյուրը այսօր ստոմատոլոգ Արտավազդ Ղարամանյանն էր։ Մնացեք մեզ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է եւ այսօր խոսելու ենք գորտնուկներից։ Գորտնուկները մաշկի բարորակ նորագոյացություններ են, որոնց պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է։ Ինչպես եւ վիրուսային հիվանդությունները կարող են փոխանցվել մաշկը մաշկի հետ շփման միջոցով։ Մարդու պապիլոմա վիրուսի հետ մենք շփվում ենք գրեթե ամեն օր, սակայն ոչ բոլորի մոտ են զարգանում գորտնուկները։ Դա առավելապես կախված է մարդու իմունային համակարգի վիճակից եւ նաեւ մաշկի վիճակից։ Այսինքն, եթե մաշկի վրա ունենք մենք թեկուզ փոքր անտեսանելի վնասվածքներ, դրանք ավելի հեշտացնում են վիրուսի ներթափանցումը եւ ներդնումը մաշկի մեջ եւ հետագայում գորտնուկների առաջացմանը։
Գործոնքները կարող են լինել ինչպես եզակի, այնպես էլ կարող են լինել բազմաթիվ։ Նման դեպքերը կարող են խոսել իմունային թույլ պատասխանի մասին, որի դեպքում գործոնքների մեխանիկական հեռացումը ցանկալի է զուգակցել նաև հակավիրուսային բուժման հետ։ Ժամանակակից մաշկաբանության մեջ առաջարկում են գործոնքների հեռացման մի քանի եղանակներ, որոնցից մեկը հեղուկ ազոտի սառեցման միջոցով հեռացման եղանակն է։ Մշակելով տվյալ օջախը, սառեցնում ենք գործոնքը։ Մենք մահացնում ենք տվյալ հյուսվածքը, որը մի քանի օրվա ընթացքում պոկվում է եւ ընկնում է։ Նաև կարևոր է նշել, որ ճիշտ հեռացման դեպքում սպիները ընդհանրապես չեն մնում, ինչը շատ կարևոր է հատկապես օրինակ երբ դեմքին են տեղակայված լինում գործոնքները։ Գործոնքների դեպքում ցավոք շատ տարածված են նաև այսպես կոչված տնային բուժման մեթոդները եւ փորձում են ինքնուրույն հեռացնել այն տնային պայմաններում, շատ ժամանակ կիրառում են քացախով այրելու մեթոդը, որի դեպքում ունենք վտանգ մաշկի խորը վնասման, հետագայում ինֆեկցիան, բարդացման եւ նման դեպքերում շատ մեծ է նաև ռիսկը մաշկի սպիացման։ Տարածված սխալ մեթոդներից են նաև, որոնք հանդիպում են մեր պրակտիկայում, օրինակ թթխմորի միջոցով հեռացման եղանակը կամ թզի կաթով այրելու հեռացման եղանակը, որոնք իհարկե կարող են բերել հետագա բարդությունների։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ, կհանդիպենք։